Ասլանյան նախորդ դատական նիստին էլ եք այստեղ օրինաչափորեն նոր այսպես կոչված Հայաստանում անակնկալ չեղավ, այսօր սպասում եք ինչ-որ անակնկալի, գուցե ազատ արձակվի, գուցե խափանամիջոցը փոփոխվի, ինչ եք սպասում։ Անկեղծ ասած շատ կուզենայի, որպեսզի մեր բոլոր սպասելիքները ուղղված լինեին դեպի արդարադատության իրականացմանը, բայց ցավոք մենք դատարաններ գալիս ենք ոչ թե արդարադատությանը սպասելիս վերջերս, այլ ինչ-որ հրաշքի սպասելիս, եթե այդ հրաշքին սպասելուն է վերաբերում գուցե, բայց արդարադատության իրականացման ուղղությամբ ցավոք սրտի այլևս Հայաստանի Հանրապետությունում գրեթե ոչ ոք արդարադատության իրականացմանը չի հավատում, իսկ դա նշանակում է, որ պետությունը իր ամենակարևոր ֆունկցիաներից մեկում արդեն թերացել է եւ ցավոք պետք է արձանագրել, որ այդ հույս ու հավատի վերանալուն հետ երկրում աճում են հանցագործությունների թիվը, ես կապում եմ դրա հետ։ Պարոն Ասլանյան, ձեզ համար եւս այդպես ասած խորճի իրավիճակը դուք եւս առնչվել եք այս սիտուացիային, կալանավորված եք եղել, պետությունը սրանով, պետությունը չէ, իշխանությունները սրանով ինչ հարց են լուծում եւ հնարավոր արդյոք այս կերպ ճնշել օրինակ պայքարը, շարժումը, քաղաքական գործիչներին։ Տարբեր անգամ տարբեր անձանց նկատմամբ իրենց գործելավոճը նույնն է, բայց տարբեր հարցեր են լուծում, նայած որ ժամանակաշրջանում նկատմամբ ինչ հարց են լուծում, բնականաբար ով կոտրվելու ընդունակություն ունի, նա կկոտրվի, ով չունի այդ ընդունակությունը, նա չի կոտրվի, հետեւաբար հենց զուտ որ վերաբերվենք դրան, որ մարդուն հոգեբանորեն կոտրելու միջոց, կարծում եմ դա վաղուց այլևս չի աշխատում, ոչ ոքի համար բանտն ու զրկանքները այլևս նորություն չեն, այլևս սարսափելի չեն, հետեւաբար այդ ֆունկցիան չի, գուցե անձնական վրեժխնդրություն, ընտրովի արդարադատություն, սելեկտիվ վերաբերմունք մարդկանց տարբեր խմբերի վերաբերմամբ, բայց ամեն դեպքում դրանում արդարադատություն դնել չի կարելի։ Քաղաքական գործիչները նշում են, որ սա նախընտրական արշավ է նաև, պատրաստվում են 2026 թվականին ու այս բանտարկությունները հենց այդ ֆոնին են դիտարկում։ Հետո Հայաստանի Հանրապետությունը փշալարերով փագեն ու լագերում, ոնց որ ասենք գուլագի լագերներում են ընտրությունները անցկացրել սովետական միությունում, թող այդպեսի անեն, էլ ընտրություն ինչի են անում, թող նշանակով իրանեն, արտակարգ դրություն հայտարարեն ամբողջ երկրում ու ասեն ընտրություն չկա, իմաստը որն ընտրությունների իմիտացիայի անվան տակ մարդկանց նման վերաբերմունք ցույց տալ 21-րդ դարում։ Հասկանալի է, շնորհակալություն։